Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, ողջունում եմ ձեզ Մեղրիից, շատ լավ երեկո ենք ունեցել, շատ լավ գնել էինք, համարները բավականին հարմարավետ էր, ուղղակի ինչպես արդեն ասել էի, ներսում շատ չեմ կարող նկարել, որովհետև ես մենակ չեմ, մեր հետ էլի ծնող կա, ու ես չեմ ուզում իրան դիսկոմֆորտ լինի, այսպես ասած, մի խոսքով արթնացել ենք առավոտյան 6-ին, հասցրել եմ դիմահարդարվել, պատրաստվել, որոշեցի ձեզ էլ ողջունել ու մեր օրը համարել սկսված, հիմա գնում ենք նախաճաշ անելու, որպեսզի գնանք դեպի Ագարակ քաղաք, որտեղ էլ կայանալու է մեր մրցույթը, իմ աղջկան մաղթում եմ հաջողություն, ուզում եմ որ գոնե լավ պահի, բարի, կներեք, բոկը շպոտված եմ, այդպես սիրուններս, հիմա անջատեմ գնամ, ընթացքում իհարկե կմիանամ։ Այս էլ իմ գեղեցկուհին, իր մազերն էլ արդեն հարդարել ենք, մնում է նախաճաշենք, իսկ հագուստը հագնելու է արդեն Ագարակում։ Սիրունս։ Ագարակ քաղաքում։
են եւ բոլոր այն աջակցել են, սատարել են, որպեսզի այսօրվա մրցաշարը կայանա։ Ուրախ ենք այսօր ժամը 10:00-ին նոյեմբերի 15-ին ձեզ ողջունելու Մեղրի համայնքի սպորտային բարեմաբերության կարելի
Կայարանի ստուդիան։ Սիրուններս միացել եմ ձեզ ասեմ, որ մրցույթի մի մասը ավարտվեց, փոքրերը ավարտել են 9-ից 11 տարեկան երեխաները ավարտեցին մրցույթը, հիմա մեծերն են պարում, հայ աղջիկ, հիմա մեծերն են պարում, կներեք, երկու մասով է կայանալու մրցույթը, հիմա սպասում ենք, որ մեծերը ավարտեն, որից հետո պետք է տեղի ունենա գավաթների մրցանակապ աշխույցությունը, բայց ասեմ, որ Նինուլիկս անցավ կիսաեզրափակիչ փուլը եւ զբաղեցրեց առաջին հորիզոնականը, որի համար ես շատ երջանիկ եմ ու հպարտ, որ Նինայի պես աղջիկ ունեմ։ Չգիտեմ, հիմա ուղղակի սպասում ենք ու վայելում եմ այն տեսարանը, որը իմ առջև բացվում է, ագարակում ենք հիմա գտնվում ու ուզում եմ հիմա պտտել, որ դուք էլ տեսնեք, թե ինչպիսի գեղեցկություն է իմ հետևում, ժայռերի մեջ ենք, այսպես ասած, մենք գտնվում։ Համ էլ հետաքրքիր կլինի իմանալ, թե դուք այստեղից եք, թե ոչ, արդյոք կան հետևորդներից մեջ մարդիկ, ովքեր ապրում են Ագարակ քաղաքում կամ Մեղրիում կամ առհասարակ այս մրցույթից տեղյակ են։ Խնդրում եմ մի հատ տեսեք, ինչ հրաշք է, անձրև է գալիս, շատ թեթև, քաղաքը մառախլապատ է, չգիտեմ, ուղղակի մի հատ հրաշք, գեղեցկություն։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ուղղակի սիրահարված եմ Սյունիքի մարզին։ Դեռևս ոչ մի վայր չենք այցելել, բայց այն ինչ որ տեսել եմ, արդեն իսկ շատ տպավորիչ է ու սիրուն։ Ջան, էս էլ իմ առաջատարը, իմ գեղեցկուհին։ Սիրուններս, ավարտվեց մեր մրցույթը ու Նինուլիկս, ինչպես արդեն ասել էի, առաջին չաչայով զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ երկրորդ չաչայով, որը պարում էր գավաթի համար, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, քանի որ մի փոքր վրիպումներ ուներ։ Բայց հաշվի առնելով այն փաստը, որ Նինան պրոֆեսիոնալ պարով զբաղվում է մոտ 1 տարի ու այս մրցույթը իր երկրորդ մրցույթն էր, որին մասնակցում էր նա, կարծում եմ, որ նա իր առջև դրված խնդիրը մեծ պատասխանատվությամբ ու պատվով հաղթահարեց, որի համար ես անչափ երջանիկ եմ ու հպարտ, որ ինքը գրանցում է նման հաղթանակներ։ Ուզում եմ ասել, որ մեծերի մրցույթից ու մրցանակաբաշխությունից եւս ունեի կադրեր, որտեղ հայտարարում էին Նինուլիկիս անունը, որը ցավոք սրտի ջնջվել էր հեռախոսից միջից ու ես չկարողացա այն վերականգնել ու այս պահին տեղադրում եմ այն, ինչը որ պահպանվել է հեռախոսից մեջ, բայց ուզում եմ մի բան շեշտել,
որ թե մրցույթը, թե մրցանակապ աշխույցությունը ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա էր կազմակերպված, ու վերջում ուզում եմ ևս մի բան ասել, որ Ակարակ քաղաքի մարզպետարանը մրցույթից հետո իր հյուրերի համար փոքրիկ, բայց շատ գեղեցիկ համերգային ծրագիր էր կազմակերպել, որը նույնպես շատ բարձր մակարդակի վրա էին կազմակերպել։